Նախկին իշխանությունների ինչ կապ ունեն այս ազգի հետ, նրանց իրաց գրպանի հարստությունը պահելու համար են հաչում, խեք ուշադրություն դարձնում, չեք տեսնում ինչ Քոչարյանը ինչ կապ ունի հայ հետ։ Ինչ գաղափարի համամիտ չեք դուք։ Դե այո, ասում են Սաիդի որդին է։ Արա ցավատ տանեմ, նրանք մտածում են մենակ իրաց հարստությունը, գիտեմ որ այս երկիրը ինչքան այս ուղղությամբ գնա դեպի եվրոպականացում, ինչքան հզորանա, իրաց քարը չի։ Իրանի սա խլելու են։ Նրանց իրաց սեփական գրպանների համար են պայքարում, իրաց կապ չունեն հայ հետ։ Հայ հետ ինչ կապ ունեն, իսկ հայերեն խոսելն չեն իմանում, են երեքից որն է հայերեն կարում խոսի։ Դրանց որն է հայկական մշակույթի ծանոթ։ Ինչ ասեմ, չգիտեմ, էլ ինչ ասեմ։ Օրինակ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեք եթերում հայտարարեց, ասում է Նիկոլ Փաշինյանը բանակը ոչ թե զրոյական կետից է կառուցում, այլ տանում է դեպի զրոյական կետի։ Իսկ Բաքվի բանտից էլ օրինակ Ռուբեն Վարդանյանը հայտնեց, ասում է անբարոյականություն է, երբ սպաները Բաքվի բերդում են նման զորահանդես անցկացնելը։ Սեյրան Օհանյանի ժամանակ բանակը ինչ վիճակում էր։ Բանկակասերի բանկաներով էին դնում, որ զինվորը իմանա, որ դեղից ազդանշան կա կամ չկա։ Իր ժամանակ ինչ բանակ։ Ես հարյուր բարեկամներ ունեի, ընտանիքի անդամներ ունեինք, մենք էինք բավարարում դրանց այդ հագուստը, արտաքին հագուստը, ներքնահագուստը, ամեն ինչ մենք էինք մի տնից բավարարում, սնունդը, բանակի ժամանակ բանակ որտեղից, բարդակ էր ժամանակ, բանակ չկար։ Դե օրինակ ինքը ձեզ հակադարձում է որպես հանրապետության քաղաքացի, ինքը ասում է զինվորը ամեն ինչ էլ ունեցել է եւ հավելում է, որ 44 օրյա պատերազմի ժամանակ մենք ունեինք 1945 թվականի զենքեր, եթե այդ զենքերը վերանորոգվեր կկարողանայինք կռվել եւ հաղթել Ադրբեջանում։ Ինձ ասեք մի մարդ ընդդիմությունից, որ այսօր իրոք գոհ է այսօրվա վիճակից, ընդդիմությունից ասեք մեկ մարդ։ Դուք ասեք։ Իրանք ինչ պետք է ասեն, իրանք ասելու եւ ինչ ունեն։ Իրանց ասելու թեմա չունեն, սա է, փնովում են նախկիներին առանց հենակետի, հենարան չունեն, ասում են, ես հետ շատ բան կարամ ասեմ, բայց մարդիկ չեն տեսնում, իրանք իմանում են, թե այսօրվա ժողովուրդը խոտ է ուտում, այն ժամանակ ոչ ընտրություն կար, ոչ ով էր հաշում մարդու ձայնը, մարդու իրանքները ոտնահարված, փողոցում ինչ չասես անում էին, թե ուժայինները, թե նենց, իրանք իշխանությունները, ոնց էին վերաբերվում ժողովրդի հետ։